Զելենսկին նամակ է գրել Պուտինին, առաջարկելով սկսել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ուղիղ բանակցություններ եւ նշանակել անձնական հանդիպում հակամարտության դադարեցումը քննարկելու համար։ Նամակում Զելենսկին առաջարկել է հանդիպման համար կոնկրետ ամսաթիվ նշանակել եւ նշել է, որ այն կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում, Թուրքիայում կամ արաբական որևէ երկրում։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները հետագայում կարող են միանալ երկկողմ ձևաչափին, որպես ապագա համաձայնագրերի հնարավոր երաշխավորներ։ Եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, կարող է գալ Մոսկվա, ասել է Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի նամակը։ Արևմտյան էլիտաները ֆինանսավորում են Կիևին ոչ թե ուկրաինացիների հանդեպ սիրուց դրդված, այլ Ռուսաստանի հանդեպ խորատելությունից ելնելով, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ատելության համար կան բավականին պրագմատիկ պատճառներ՝ Ռուսաստանը մասերի բաժանելու եւ մեր հարստությանը տիրանալու ցանկությունը, եւ քանի որ դա անհնար է, արևմտյան, հատկապես եվրոպական սրիկաները անընդհատ կրճտացնում են ատամները, ասել է նա։ Ըստ Մեդվեդևի, արևմտյան էլիտաներին չի կարելի վստահել։ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը դեմ է արտահայտվել Ուկրաինայի Եվրամիության անդամակցության որևէ պարզեցված ընթացակարգի։ Արևմտյան Բալկանների որոշ պետություններ Եվրամիության շեմին սպասում են ավելի քան 10 տարի, հիշեցրել է նա։ Բիթքոինի գինը տարեսկզբից նվազել է ավելի քան 30%, հասնելով մինչև $66300, ինչի հետևանքով 2026 թվականը դարձել է բիթքոինի համար ամենավատ տարիներից մեկը։ Միացյալ Նահանգների ոստիկանությունը 610 մետր երկարությամբ ստորգետնյա թունել է հայտնաբերել, որով թմրանյութ հիմնականում կոկաին է տեղափոխվել Մեքսիկայից Միացյալ Նահանգներ։ Այն հայտնաբերվել է Սան Դիեգոյում խանութներից մեկի պահեստում ամիսներ տևած հետաքննության ընթացքում։ Ֆուտբոլի ազգային հավաքականներն աշխարհի տարբեր ծայրերից ժամանում են Հյուսիսային Ամերիկա, հունիսի 11-ին կայանալիք FIFA-ի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։ Շարունակելով ֆուտբոլի թեման, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեի խորհրդանշական կապույտ 10 համարի մարզաշապիկը, որը նա կրել է 1958 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում, հանվել է աճուրդի ավելի քան $6 միլիոն։ Բրազիլիացի ֆուտբոլիստը 17 տարեկան էր, երբ 2 գոլ խփեց Շվեդիայի դեմ խաղում, 5-2 հաշվով հաղթանակ ապահովելով Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար եւ օգնելով թիմին նվաճել իր առաջին աշխարհի գավաթը։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։